100 Ճպատ, ես դու ես թե աչքիս է երևում։ Հա, ես եմ ոնց տենում ես։ Ասում են քեզ բռնել են, նստած ես, դաժե ասում են մեռել ես։ Փայլագի ու Սերոժի հույսին մնացողը կնստի էլ, կհելնի էլ, 10 անգամ էլ կմեռնի էլ, կսաղանա էլ։ Մարդուցդ խաբար ունեմ աղջի, խոսալու բան գա։ Արի։ Ինչ կա, էլի թուրքամուրքա ես հետում առևտրի մոմենտներով։ Քո գործը չի, հա։ Գործ ունեմ, ասա տեսնեմ ինչա փայլակը քեզ ուղարկել։ Հայ Միքայելոց որտեղ է հիմա փայլակը։ Ամերիկա։ Կարող եմ հատել ինձ իր մոտ կանչի տանի։ Որ կարանա կանչի կկանչի։ Բռնել եմ փայլագիտ։ Նստած է։ Լուրջ ես ասում։ Հա, լուրջ եմ ասում։ Ու վիճակներ են հենցա, որ կարող է քեզ էլ բռնեն։ Չհասկացա, էդ ինչ է բռնում։ Կարոջի ես մարդդ, հնդե մախինացիաներ արել, մեծ փողեր մոռել, մլիցեքին էլ ասելա, որ այդ փողերը ուղարկում է Հայաստան, իրա կնգան։ Այսինքն քեզ։ Չհասկացա, հələ Թայլանդակի արածներին նայեք։ Այս 10 տարի այս մի կոպեկ փող դրանից չեմ ստացել, հələ մի բան էլ ես եմ ստեղից ուղարկում։ Ես գիտեմ, զմրուխ ջան, գիտեմ։ Բայց դե փայլագը այն կարգի ստորգյադա է, որ իրա կաշի փրկելու համար ամեն ինչ է կանի։ Ինչ ուզում է, թող ասի կամ անի, ես էլ կասեմ, որ նման բան չկա։ Ասելը կասես, բայց դե ասա հավատացող ելնի։ Բայց դե մի հատ ձև կա, որ դու ես գործից մաքուր դուրս գաս։ Ասա տենեմ։ Հենց այսօր, կամ վաղը, գնում ես դադարան, դադարանով բանով փայլակից բաժավում ես, ու այդ ժամանակ քեզ էլ ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի։ Լսի ճպել, մի տեսակ չեմ հավատում, որ դու պրոստը տակ ուզում ես ինձ օգնած լինես։ Պրոստը տակ չի զմրուխ ջան։ Ես իմ անձնական հաշիվներ ունեմ փայլագի հետ, ու ես ամեն ինչ արվում եմ նրա համար, որ սա մեղավորություն ընկնի այդ գյադու վրեն, ու էդի էթա պոլնի պրագրամով նստի աղբեր ջան։ Բա։ Օսուի, անցի մոտես։ Ես ինչ ես սենց սիրունացել սիրուն ջան։ Ես ետ հաստրիր փոխվես կաս։ Որ ցանկություն լինի, ամեն ինչ կլինի շեֆ ջան։ Չէ լուրջ ես լսում։ Աշխատանքից հետո հանդիպման պիտի գնամ։ Հանդիպեմ իմ ընտրյալի, միակի ու անկրկնելի հետ։ Կարող է դրան այդ ադնակլասնիկից ես կպցրել փողոցը։ Հա, հենց այնտեղից ու ասեմ քեզ, որ շատ հաճելի տղամարդ է։ Ինձանից էլ 10 տարի ջահել։ Քեզ ջահելն են, հա, հետաքրքրում։ Դա դες չի վերաբերվում, հարգելի Սերգեյ Պատվականովիչ։ Դուք ասեք, ինչի համար եք կանչել։ Այս պարտատերի ցուցակն է, կզանգես, նրանց կասես փողերը բերեն, արդեն ժամկետը անցնում է։ Վերջ։ Իսկ կարանք իմանանք այդ քո ընտրյալի անունը։ Գեորգի։ Գեորգի։ Ինչ ես աղմախ նայում վրես։ Մի հատ էլ լցրու, խմենք ստրեսից դուրս գանք։
Ստրես ասանու պրծար փայլակ։ Եթե պոպան մեկի շուտեր եկե։ Մեր վերջն եկել էր։ Արա մայիս։ Մարդ այդքան կնգանից չի վախեն, արա։ Մի քիչ պաղամարդ էլի։ Կանիք նավը որ նստեք ու գլխին, արա։ Փայլակ դու թարնանից էլ շատ ես վախենում։ Նոր ինձ ես ասում։ Ես։ Արա, թարնանը։ Հələ մեր կանիկը չի, բայց որ լավ մեր կանիկը, այն անգամ կնայես դե գլխին դերը ինչ օիններ եմ խաղալու, համի հուշ տանել պետք չի, մայ ջան։ Բայց մի բանի ես չհասկացա փայլակ, թե սևամորտ կնիկը ինչպես մեր տուն հայտնվավ, երեք գիշեր ինչ պատահավ։ Արա դե սիրածս դեր խմածս դրա բերել ես էլի գուտունը չի մի։ Փայլակ, այդ կնիկն ասում էր որ դու ես իրան ադրես տվել որ կար, հələ իրան փողել ես պարկ։ Սուտ ասում, չհավատաս, մայիս, սուտ ասում։ Փայլակ ջան, սուտ չի ասում, ես քո հեռախոսի նոմերը իրա հետ տեսել եմ։ Արա, ես իստեր ինչ գործ ունի։ Ով է։ Ով է փայլակ։ Արա լիպուն արա։ Լիպուն անթարամի տղեն։ Ինձ խնամի ա գալ էլի։ Լս ինչ եմ ասում մայիս։ Ասա։ Համի վեր ես կանում, գնում ես դրա մոտ։ Ասում ես պարոն փայլակը քեզ հրավիրում է իր սեղանին, եղավ։ Փայլակ, ես քո երեխեն չեմ վերկանամ այդ ամունդե, նոր իրան ասեմ, իրան վերցնեմ բերեմ ստե, որ փայլակ է դու գործ ունի։ Հենց իքդ գնա ասա։ Լսի, կամ իմ ասած անում ես։ Կամ էլ ես էպոպեային ասում եմ, թե իր բացակայության վաղ դու ինչ այլասերված կյանք ես վարել, եղավ թե չէ։ Դու ոչինչ չես արել, դու սուրբ ես ել, քնած ես ել։ Ես քնած եմ ել։ Դե գնա, գնա ասա։ Ինչա։ Հետո որ գաք նստեք պապիրոս դնեմ բերանես, դու լուսկին կվարես, լավ թե չէ։ Էլ լոտար բան չկա։ Գնա, գնա։ Excuse me, sir. Հայլա։ Իրա։ Բարի օր, այո։ Լիպո ջան։ Վայ, իմանուշ ախպեր։ Վայ, ոնց էի կարող է Լիպո ջան։ Ախպեր ջան։ Ոնց ես Լիպո ջան։ Լավ եմ, հայլա, դու ոնց ես։ Լիպո ջան, նստեք եւ, մայիս եւ։ Նստի Լիպո ջան, նստի, քաշի։ Մայիս եւ։ Դու ասամ նա սեղանը թարմացնեն, արա ախպերս է եկել։ Լսի փայլակ, լսել էի որ Ամերիկայում ես, բայց չէի մտածի որ կհանդիպենք։ Ահա Լիպո ջան։ Տեսար Ռոզա, որ ասում էի պլանս կաշխատի ախպեր ջան։ Բայց ասքանաս գիտես, այս մի օրվա մեջ նես պետք է անենք, որ ամեն ինչ հանգիստ ու նորմալ լինի, որ անթարամը տեղ չունենա էլ, իննենց անի, որ երեխին մեր տուն էլ չթողնի։ Ամեն ինչ լավ կնի, կնիկ ջան, դու հանգիստ եղի։ Լսի ասքանաս մի բան եմ խնդրելու։ Մեկը չի լսում, ականջներին բան կա։ Ասում եմ, խնդրում եմ էլի, այդ փողոցային ժարգոնով չխոսես հանգարց, ճիշտ կուլտուրական խոսել երեխի մոտ։ Եղավ։ Մենք գիտենք, որ դե ինչ ենք խոսում, կնիկ ջան։ Արի կնի դու մեզ խելք մի սովորացրա։ Դե լավ։ Սիրելի ամուսնյակ, ինչպես է առաջ գնում քո քաղաքական կարիերան։ Ասեմ քեզ, շատ սրընթաց ձևով առաջ է գնում, Ռոզան։ Հա։ Այսօր շեֆին միարն են առաջարկություն եմ արել, աշկերը թռել էր քյալին։ Ինչ առաջարկ։ Դες նախընտրական մոմենտներով պետք է ընտրողների հետ հանդիպի, բան անի։ Հետո էր ուզում էր մի հատ տարիքով մեզ հետ նկարվել, որ թերթում տվեն, բան անեն։ Ես էլ ասի կօգնեմ քեզ այդ հարցում։ Մեծ մամեին կբերեմ, հետո կնկարվես, բան կանես։ Որ պարավը չհամաձայնվի։ Բա, դու բա աշկնել չի անի։ Հենց կհամաձայնվի, որ մի հատ էլ շնորհակալություն կհայտնի։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Լավ, կնիկ ջան։ Էլ մի հատ կոֆե դիր բան, մի հատ կոֆե անենք, ելնենք եթանք։ Հա, Անգելինան վերջացնի։
Կվերկենա։ Սերոժնա, կարևոր ինֆորմացիա կա հակառակորդի ճամբարից։ Ասա, լսում եմ։ Այսօր Նազարը գալու է մեծ մամեի հետ նկարվի, հետո տպեն։ Իբր թե մտածում է էլի մեծ հասակների մասին։ Ուրիշ։ Ուրիշ բան չկա։ Լավ, կասեմ շեֆին։ Լիպո ջան, ասում ես Մոսկվայից կամանձիրովկա են ուղարկի, հա քեզ։ Հա, մեր Մոսկվայի օֆիսից ուղարկեցին։ Զիտան երեխեն հետդ են, թե մենակ ես եկել։ Չէ, Զիտան Մոսկվա է, երեխուներ ուղարկել են մամա հենց։ Ես մենակ եմ եկել։ Երևան եմ ուղարկել։ Հալով դու ինչ ես անում, լասա տնեմ։ Ոնց որ տենում ես Լիպո ջան։ 5 մինուտ միլիոնատեր եմ ախպեր ջան։ Չէ։ Մայիս, դու ասա որ չար չիմանա խապում եմ, հա իրան։ Ճիշտ ասում։ Փայլակն ունի ամուսնանում է։ Հա։ Մի հարուստ կնոջ հետ։ Լիպո ջան, ոնց որ ասում են, վերջապես քու փայլակ մեծ աղբոր երազանքներ իրականացավ, ախպեր ջան։ Հա, այս քանի օր հարսանիքա, ստուդա քեզ որ գարավիրեմ ախպեր ջան, գիտեմ թևերը տապտալով չես գա։ Լիքը կգաս։ Ատկապցրա մայշան։ Ծանոթացեք, մեր մայիսն է, բուջուր ախպերս է, Լիպո ջան։ Հայք։ Դե մի հատ լից, մայիս ջան, լից խմենք։ Բարի օր Գարսը։ Բարև։ Հասկանաս, էլի չես կպցրել զգեստին։ Այդ նոր աշխատանք ես գտել։ Հա։ Բայց հասարակական աշխատանք է։ Օգնում ենք մեր դեպուտատին, որ այս անգամ էլ ընտրվի։ Մարդ ես, մեկ էլ տեսար լուսադրություններին ես էլ դրի տեխնազությունս։ Քո պլանների մասին չգիտեմ, բայց պատգամա որ Նազար Բարխուդարյանը բարոյական իրավունք չունի ընտրվելու։ Դա ոչ մի գործ չի անում։ Անում է։ Դու գործի չես։ Հա, ճիշտ ես ասում։ 4 տարին մի անգամ մեր բակը ասֆալտապատում է, կամ էլ ընտրակաշարք է բաժանում, սա է նրա աշխատանքը։ Ախպեր, դժգոհ ես թիմի համապատասխան մարմիններին։ Մենք որ մեր դեպուտատին դժգոհ չենք, Գարսը։ Գարսը ջան։ Կալ ես սոգիցդ մի կում ֆրտեցնեմ բերանս չորացել է։ Հա, կարելի է։ Ես ինչ ես խմում այ ախպեր։ Կարտոֆիլի հյութ։ Կարդոլի սոգ ես խմում, ինչի համար։ Բժիշկն է նշանակել, հասկանաս։ Ինչ դու ինչ բժիշկ ես։ Արախ խմի, արախ։ Թե չէ կարդոլի սոգ խմելով սկսում ես կարդոլի նման էլ մտածել։ Դե դու արդեն դեմագոգիայով ես զբաղված։ Ունա մեծ մամեն գործ ունեմ հետը։ Մեծ մամեն։ Հա, պետքա որ խոհանոցում լինի։
Բարև ձեզ։ Բարև հայրիկ ջան, ինչ եք ուզում։ Քեզ եմ ուզում, Սիրուն ջան։ Չհասկացա։ Ես Գյորգին եմ։ Գյորգին, դու ես։ Հա։ Բայն Սիրուն մկանոտ Բոյով տղամարդով է, որի նկարը դրել էին, հա? Այ բիձա։ Նկարը ինչ կա բուլ Այանուշ ջան, քելե գնանք, միտեղ նստենք, շփվենք, իրար հասկանանք։ Լսի, դու չես ամաչում, հերիք չի քեզ, որպես ուրիշ մարդ ես ներկայացնում, հետներ սուտ ես խոսում, գոնե տարիքից հետ ամաչի։ Դու իմ տարիքին մի նայ, Պողոսուհի ջան, ես իմ գործը լավ գիտեմ, հիմա ինչ ես ասում։ Միակ բանը, որ կասեմ դա նա է, որ քեզ հոգեբանի օգնություն ապետ, խուլիգան։ Էլից։ Մեծ բամ։ Աղջի։ Մաթիլդա։ Աղջի։ Հել այ կնիկ հետդ գործ ունեմ։ Հրես կարող է։ Մերել է պարավը։ Դու ես մերը քեզ սաֆան։ Աղջի որ զարդուն ես ինչի միատ ձեն չես անում։ Աչքդ էլ հանում եմ։ Դե ալի սրանից հետո մարդուն լավություն արա։ Դու ինձի լավություն անես, հա։ Բաբամ աչքավս էլ որ տեսնեմ, ասլան չեմ ավատա։ Էդ նրանից է, որ դու ես կյանքիդ 14-ը չես ջոգում։ Քո թշնամուն ու բարեկամին իրարից չես տարբերում։ Բաբամ դու ինձի բարեկամ ես, հա։ Ղուրում սաղ։ Բաբամ քո նման բարեկամ որ ունենամ, ինձի ասլան էլ դու շիման պետ շիմանում ես։ Մի հատ լսի մինչև վերջ, նոր վիստուպադեղի պարավ։ Ինչ ուստուպադաբան։ Ոբշիմ լսի ինչ եմ ասում, ուզում ես քո մասին թերթում հոդված գրեն, նգարով, բանով։ Հեր չեմ ուզում։ Բաբամ բայց մեծ մամենում շուննա որ լա մատել տպեն։ Ես աբուրս քաշած ապրում իմ էլ։ Ինձ այդ աբուրի նամուսի մոմենտով է կգրվի։ Լավ մոմենտ է, մեզ մամ համաձայնվի։ Բաբամ, ուզում եմ հավատամ, բայց չիմ կարող։ Լսի լուրջ բան եմ ասում, կարգին գործ է էսի։ Համել դեբուտատի հետ կնկարվես, բան, սաղ քեզ կճանաչեն, կդառնաս աստղ։ Հիմա ինչ ես ասում։ Համաձայն եմ, բայց ամեն բան մանրամասն պետք է պատմես։ Այդ պրոբլեմ չի, ախպեր ջան։ Ուրեմն լսի։ Կասա։ Ես ինչի ես դրսում կանգնել, Գարսելան ջան։ Հա։ Կարող է ծխել ես դուրս ես եկել, որ ծխախոտի հոտը անցնի, հա։ Չէ, Աթորա ջան, չեմ ծխել։ Բայց եթե շարունակես ինձ կարտոֆիլի հյութ խմեցնել եւ բանջարեղեն կեցնել, ոչ միայն կսկսեմ ծխել, այլև երևի բոլորովին ուրիշ մարդ դառնամ։ Այ քեզ բան։ Կարծես իմ համար եմ անում։ Մեծ մամ, հիմա քեզ սաղ պարզ է, սաղ հարցերիդ պատասխանները ստացար։ Հասկացամ։ Դե որը տենց է, ախպեր ջան։ Ուրեմն հիմա հել, մանդրից պատրաստվի։ Գնա միակ լողացի, թարմացի, իմացար շորերդ փոխի, են սիրուն շորերը թակի, դուխիա բանա ցանի գլխիդ բանման, ու կազմը պատրաստ սպասի։ Հեսա երկու ժամից դեբուտատի հետ գալիս ենք, ախպեր ջան։ Էդ համ դուշ բրնեմ։ Գնա։ Համ բարև, համ էլ առայժմ ես Անթարամ ջան։ Ես ինչ էր եկել, ինչ էր ուզում։ Ինչ մամի ջան, ինձ շատ լավ առաջարկ տվավ։ Ասավ, այսօր բան պետք է ֆոտո պետք է քաշեն, ասավ էտա ֆոտոսեսիա, աբա։ Չհասկացա, ինչ ֆոտոսեսիա։ Էր որ մի պստիկ դուրբին կա է, սենց, իմանում ես, այդ, Անթարամ ջան, ինձ
Մեկարելու են թերթի տանել։ Ինչը դու աստղ ես։ Քաղաքական գործի չես, հայտնի մարդ ես, որ քո մասին թերթում տպեն, հա։ Բաբամ, մեկ գործից չարժե։ Իմանում ես ես մեծ իմաստուն կնիկ եմ։ Ժողովուրդ իմանում ես ինչքան կարիք ունի իմ խոսքին։ Էդ դուք եք որ ասլան իմ խոսքի շանտեղ չեք տնում։ Անթարավ! Կարինե! Կարինե! Լսում եմ։ Սիրուն ջան, մի հատ միացրա Բարխուդարյանին, ասա ասքոնա։ Պարոն Բարխուդարյանը հիմա հանդիպման է, չի կարող խոսել։ Ասեք, ինչ փոխանցեմ։ Իրան փոխացի, որ պարավի հարցերը լուծել եմ։ Այսինքն, ոնց պարավի հարցերը լուծել եք։ Չէ, երևի դու ինձ սխալ հասկացար, ցավդ տանեմ։ Այն ֆոտոսեսիայի մոմենտով եմ ասում, ասա որ իրիկունը պատրաստ լինի։ Լավ, կփոխանցեմ։ Հա։ Ճապել։ Ինչ կար եկել էր մեր յան գործ ուներ։ Հա, գործ կար։ Ես էլ կակրս քեզ էի ուզում տենայի խոսալու բան կա։ Չէ, հա։ Մեր տեղեկից մեկը գործից ելել է։ Նա ավտո կա էլի, ազո կարող է տաքսի քշես։ Լստենա յար։ Ինչա։ Նազար Բարխուդարյանի վստահվածանց։ Հա ինչ։ Երբ ես տեսել որ վստահվածանցը տաքսի քշի ախպեր ջան։ Ատեց ես բռնացրե։ Դե նա իլավ հետո չասես չասեց։ Նեշի սենցա բան։ Մամի ջան, այս խոշս գալիս է։ Տատ, բայց ես խոճոճ մազեր կսած է, գիտես։ Մանում ես ջահել վաղտս, որ դուրս եմ գալիս, Թեհրանի փողոցներով ման եմ գալի, չէ, ամենն ասում է ճիշտ կարծես արև եմ բա։ Տատ ջան, դու հիմա էլ ոնց որ արև լինես։ Հեր ես խմում, քեզ սաֆար։ Մամի ջան, Իսկ դու կարաս իմ մազերը սենց սարքես։ Սենց։ Հա։ Չէ, չեմ կարող, ես Վարշավերի գործ եմ։ Բայց կարան գնանք Վարշավիրանոց, Վարշավի կսարքեմ։ Ես ինչ ով, հա։ Տատին ենք սիրունացնում։ Չէ, հա։ Ես չլի էլի ուզում ես պսակվես, տատի։ Բաբամ, հապ եթե առնող էլի հետ չեմ աուզ։ Չէ, ուղղակի տատին պիտի ամսագրի համար լուսանկարին, սաներվածք ենք փնտրում։ Ինչ ամսագիր։ Բաբա, որ ասեմ էրոտիկ ամսագիր ակ հավատաս։ Քեզանից ամեն ինչ էլ հավատալու է մեծ մամ։ Այնպես որ ես իսկի չեմ զարմանալ։ Եկավ, պիկին նյունատ եկավ, էդ աչկը չի վերցնում, հա նախանձում ես Սարդարան ջան։ Հա, հետաքրքիր է մեծ մամ, քո ինչին նախանձեմ։ Լավ, հիմա ես ասլան ժամանակ չունեմ, կնյազ ջան, ինձ կտանես էդ սապրիչի մոտ։ Ու պրոբլեմ չունես, կյանք։ Ունեմ։ Լավ, գնանք մետ պահարանը մի քիչ թազացնենք էլ, մամի ջան, մի թազա մե բաներ հագնեմ, նոր է թանք սապրիչի մոտ։ Գնանք ջան, սիրո։ Կատուր գնացի։ Խելքը թրծրել այս կնիկը, հա։ Բարի օր ախպերս։ Ես թաղերն ես մնում։ Բարի օր, հա։ Կարող էի մանաս Մարկոսյան Մուկուչի տունը որն է։ Մուկուչյաս տունը են է, բայց իրանք ստե չեն, Ռուսաստան են։ Փու, արա,
Սենց էլ բան կլինի։ Արդեն 10-րդ բնակչի տուն ենք մտնում կամ ստեղ չեն կամ խաբար չեն ոչ մի բանից։ Վայ ասքո ես քո մարդ ասողի։ Գայլ այդ պապկեն։ Այ։ Ճանաչում ես դրան։ Այս մի թեթև, ինչ է որ։ Էջ, ինչ պետք լինի։ Խոստացել է որ մեր դեպուտատի տեխնացուին պետք է օգնի, որ այս թաղի ժողովրդից ձեները պետք է մեր օգտին հավաքի, էլի։ Մի հատ եկա ցուցական ներկայացրե։ Բայց պարզվում է սաղ մուտիլովկա է։ Այդ մարդկանցից ում հետ է խոսում են, ոչ ասկոին են տեսել, ոչ էլ ընտրություններից են խաբար։ Ախպետ դուք էլ մարդ եք գտել վստահելու։ Ասկոյի նման մունդար, կեղտոտ մարդ, սաղ քաղաքը մանգած չես գտնում։ Ես վստահ եմ, այդ մարդկանցից ոչ մեկ հետ ոչ խոսացել է, ոչ էլ բան, ձեզ խաբել է։ Ես տենց էլ գիտեի։ Ու հիմա հեչ չեմ նախանձում այդ բիձուն։ Քեզանից էլ մերսի ախպերս։ Շարժի։ Հա։ Դրա մականունն էլ ճպլ է։ Ճպլ։ Սև ճպլ կբերեմ գլխին։ Շի գնացիք։ Վերջ քո քաղաքական կարիերային, ճպլ։ Հալակ։ Հա ջան։ Այդպես էլ չհասկացա թե դու սաղ գիշեր մայիսի տունը ինչ կենեիր։ Այդ Հարլան ջան, ինչ պետք է անենք մայիսի տունը։ Հարսանիքի մասին էինք խոսում։ Քննարկում էինք խավորի հարցը թե ով պետք է լի խավորը, ինչ պետք է անենք։ Կպատկերացնեմ թե քո գդածը խավորն ինչ պետք է եղնի։ Խավորին ես կընտրեմ։ Իմ ընկերուհուս Զարային։ Լավ էլ խավոր կեղնի։ Այդ Հարլան ջան, ախր ով է լսել որ կանիկը խավորը նայմա։ Ես։ Ստեղ լավ էլ մոդա է։ Մոդա չգիտեմ։ Ես հայ քրիստոնյա եմ, ադաթով տրադիցիոն մարդ եմ։ Մեզ տղամարդ խավոր բռնեմ, այդ խավորս էլ պետք է ունևորելի, փողոտ, հասկացար թե չէ։ Փալակ։ Հա։ Մյուս անգամ վրեժ չկորաս, եղավ։ Եղավ փալակ տղա։ Սիկու Հայաստանը չէ։ Սիկ կնգա երգիր է։ Կնգա երգիր։ Հասկացար։ Եղավ կրնա վերջի րոպեին փոշմնիմ ու քեզի չառնիմ։ Հետո քեզ ինչի կտվա թե դու իմ առաջի սերս ես։ Քեզի համարել կխելարի։ Այդ Հարլան ջան, ասում եմ կներես։ Դե լավ։ Ես ով եմ որ կուրա գորրամ ախր։ Վերիցս թռավ, պոպոկ է ուտում, այդ թռավ։ Հարլան ջան։ Այս անգամ կներեմ։ Բայց მე պայմանով եմ, որ խավորի հարցը շուտում լուծես, հա։ Հավես չունիմ ես։ Սպասի Հարլան աղջիկ, հələ դու գլխիդ գալիքը չգիտես։ Հələ հետդ պսակվեմ, ունեցած չունեցածիդ կեսը իմ անունով անեմ, նոր այն ժամանակ ես քո հետ կխոսեմ։ Փայլակ։ Հա ջան։ Էդ ինչ կմտածես։ Հա։ Կմտածես թե ինչ ախտի փողերը սուդես։ Բա եղավ։ Ես ինչ ես ասում Հարլան ջան։ Դու իսկ քո փողերը պետք չի, քո տունն էլ իսկ պետք չի, դու քո հարստությունն էլ քո նավերն էլ։ Ես ունես սիրահար տղամարդ եմ, որ ազիզ ջան։ Ես քո հետ ամմարտը բնակ կղզու վրա աջին էլ կաբրեմ։ Հա, ես ինքան համեստ։ Հանգիստ սիրահար, խոնար մարդ եմ, չես պատկերացնում, Հարլան ջան, բա։ Շատ միամիտ տղա ես, Փայլակ։ Շատ միամիտ։ Բայց գիտես, Երևանում հետ խոսել եմ, քո մասիդ հարցրել եմ, հագարակ կարծիքն ունին։ Չի կարող պատահել։ Հիմա դու ինչ ես ասում, է։ Էդի չուզողներս են։ Հեսա խանամից գալիս է։ Լիպոին հարցրա, դե Փայլակը Երևանում ինչ տղայալ է։ Ում հետա տվե արե, ում հետա բաժակ կապե, ում հետա նստե վեկացե, ինքը քեզ կասի։ Հա, ու կհարցնեմ։ Ու կհարցնեմ ինձ համար հետաքրքիր է թե քո խնամիդ ինչ կարծիք ունի քո մասին։ Արխային հարցրա իմ համար էլ է շատ հետաքրքիր։ Թող ասի։ Այո։ Ու կհարցնեմ։ Հարցրա։
Yeah. Ամանենում սիրուն բալենա, մերնեմ ջանին, պաբին ուդի մռութը։ Ոնց ես։ Хорошо. Այդ սավետ տանեմ։ Ար բալես, ար։ Спасибо, дедушка. Գնաս քեզ ծամոն կոնֆետ կառնես գուլես մերնեմ ջան։ Ասկանաս, ես քեզան չեր որ երեխային փող ես տալիս, էնել 5000 դրամ։ Ես ինչ ա եղել։ Թորանս համար ես կյանքս էլ կդամ։ Ես երեխաս էլ մարդ եմ Ռոզա ջան։ Բայց ուր տենց։ Գնում ենք կրկես։ Հա? Դե լավ, գնացեք երեխին կզբաղվի, բան հանի։ Բայց նայեք շատ ճուշանակ։ Չէ, շուտ կգանք։ Գնացինք։ Չմրսես ազիս։ Դա։ Անուժան, կարոտել ես, բաբոմ, ես էլ քեզ եմ կարոտել։ Ասում ես, որ չհանդիպենք մի հատ, մի տեղի վրա գնանք գնի, հա։ Հա, դե լավ, դու տունը մնա, ես կզանգեմ քեզ հետո։ Աշկիս, դու իմ ասածներին լուրջ ես վերաբերել, Սերոժ։ Ավելի քերի, լավ տրամադրություն եմ այսօր համ փչացրել։ Էդ որ դու տարին 12 ամիսին տրամադրությունը փչացնում ես, էդ հեչ արա։ Քասալս ինչ եմ ասում։ Կամ եթե մեզ այդ վստահված անձի մոմենտով ատկազ ես կայնում, կամ էլ ես տնից դուրս ես գալի։ Ու ես իմ վերջի խոսքն է։ Բայց ինչ միամիտ մարդ ես ճպել։ Հեչ քեթի ծակ չունես։ Որ մոմենտով որ արա։ Մենք հիմա հակառակ քաղաքական ճամբարներում ենք, չէ՞։ Հա։ Հետո ենք հեռի, որ կարանք դրանից փող սարքենք, մեծ փող։ Ու ոնց ենք այդ մեծ փողերը սարքում, Սերոժ։ Դու քո տեխնացին ասում ես, որ հակառակորդի ճամբարում մարդ ունես, որը իր տեխնացուի լրիվ գաղտնի պլանները գիտի ու քեզ ասում է։ Ես էլ իմին եմ ասում, որ Նազարի թիմում մարդ ունեմ, հետո մենք այդ ինֆորմացիան փոխանակում ենք ու երկուսս էլ լավ փող ենք սարքում դրանից։ Ինչ ես նայում տենցիա, հը? Արա, այդ դուրա գլխիտ մեջ, առաջ երկու կաբեգի խելք չկար, մեկին գումարած մեկ չէիր կարեմ ասեիր ինչ անեմ, հմի հանջարեղ գաղղբարներ ես առաջարգում, էդ ոնց հասկնանք։ Որովհետև լավ դասատուներ են ունեցել, հանձինս, ձեզ և փայլակի։ Քո դասադուն ես եմ եղես, Սերոժ, փայլակը Մուդիլով չգի մեկն է։ Լավ, հմ ինչ ես ասում, համաձայն ես։ Հա, համաձայն եմ։ Ու որ քեզ հավատամ, հələ ասա տենանք տեխնադուդ ինչ պլաններ ունի, ասենք թե այսօր։ Ոչ բան, ռայոն ա գնացում։ Իսկ քոնը լսել եմ Նազարը գալիս է մեր թաղ, ինչ որ ժողովրդի հետ հանդիպի բանման։ Չէ, չկա տենց բան, ախպեր ջան։ Ես կուրսի չեմ։ Արա, բայց դու վաղվանից կարգին ինֆորմացիա հավաքի, հա, որ այդ մեր պլանը կարանք աշխատացնենք։ Վել։ Հա, եղավ։ Դե լավ, ես հելնեմ։ Գործեր ունեմ մի քիչ։ Իրիգունը կնստենք խոսենք։ Գնա։ Հաջող, տերը ջան։ Գլխիդ գալիք ես չգիտես ճոպել։ Նունուշան, մի հատ տաքսի նստի թռի շուտ արիստ է, 2 ժամի չափ տենց մարդ չկա դուն էլի, մի հատ լավ իրար ժամանակ անցկացնենք, հա։
Ախպերս, դա ոնց պտիլնեմ այ մերնեմ ջանիտ, հարա են հալվա մամոյն գիտես, ուրեմ էլ տեղ չի գտել, բերել է իրա թեկնատությունը դրել է իմ տարածքում, բա, հետ էլ թազանորությունն է, դա բա շեֆն էլ կուրսի է, ու գիտես ինչ ասում շեֆը, ասում է, պիտի այս ընտրությունները արդար անցկացնենք, ախպեր անցկացնենք, բայց պիտի ձևն իմանանք, որ ձևը չգիտենք, ոնց անցկացնենք, բա ցավդ տանեմ, սենց բաներ Կոշտո ջան, դու գործերը լավ է, դե գոյեմ ախպերս, որ ընկերոջը չես մոռանում, հենց պետք եղար 100%-ով, 100%-ով Արո դու ես չես արա, խոսում եմ, վախեց արա, ինչ ա եղել։ Շեֆ, որ ես քեզ ասում եմ, բիձեն մեզի խափումը չէիր հավատում։ Նստիլը։ Որ բիձեն արա։ Ծաղետ հարցներով գնացել եմ։ Ասկո երեսիսկի մի հոգի չի տեսել ձևի համար։ Լուրջ ես ասում։ Սպասի։ Որ չեն տեսել։ Իրանց պասպորտի այդ սերիաները։ Ոնց է գրել բերել։ Ինչ պասպորտի սերիա, շեֆ։ Սա իր հնարած թվերն է դրանք։ Խափել եմ ես։ Սպասի։ Բայց այդ գելի սիրտա գերել արա։ Եկել է Նազարին իր տարածքի մեջ ուզում է քծի արա։ Արա, դες դու քթերից եմ բերել, արա, քթերից արա։ Իսկ ինձ թվում է, вообще որ այդ պարավի հետի հանդիպումն է ռեալ չի։ Եթե իրոք տենց է ոնց որ դու ես ասում, այսօր իրի գունը բերել եմ ստեղ մուհամ բռն կզստեմ։ Սպասի, իրոք է։ Ուրեմն ես ընտրությունների ընթացքում այդ բռն քացուտը մոռանում ենք։ Հասկացա՞ր։ Պետք է մի քիչ ավելի մեղ մոտենանք այդ հարցին։ Բայց ոնց շեֆ չէ։ Այո։ I'm the king of the rumba beat. When I play the maracas, I go chick, chicky, boom, chick, chicky, boom. Yes, sir, I'm Cuban Pete. I'm the craze of my native street. When I start to dance, everything goes chick, chicky, boom, chick, chicky, boom. The señoritas said singing and they swing with their sombrero. It's very nice, so full of spice. And when they're dancing, they bring a happy ring to that vaquero. Singing a song all the day long. Դու մեր կլիշկեն, որ դուս գիտես ջահել ջան։ Միգուցե նա հրեշտակ է, միգուցե սուրբ է։ Rede lava les գյուղտեղը կմրել եմ զմագրոդին։ Չէ, բայց մենք Երևանում ենք։ Ինչի Երևանում գյուղ չկա գվո։ Սա իրան հայսոն են ասում, գիտես խի։ Ագանջա դեծում։